Երաժշտությունը միակ համաշխարհային լեզուն է, որը թարգմանության կարիք չունի, նրանով հոգին է խոսում հոգու հետ։ Երաժշտության կախարդական զորությանը տրված գնահատականը բնորոշիչ էր նաև երեկվա համերգին։ Երջանկություն ամեն մի հնչյունում խորագիրը կրող համերգը կայացավ, եւ Նադեժդա Հակոբյանը 1 ժամ շարունակ կարողացավ իր հոգեցունց կատարումներով հանդիսատեսին տեղափոխել երաժշտության աներևակայելի աշխարհ, որտեղ իշխողը դյութի չնչյուններն են հոգեպարար զգացումներով։ Հիմնականում որպես նվագակցող դաշնակահարը առաջին անգամ հանդես եկավ մենակատարի դերում, հիացմունք պատճառելով իր ունկնդրին։ Երկու մասից բաղկացած համերգը նախատեսված էր նրբաճաշակ հանդիսատեսի քիմքին համապատասխան։ Հնչեցին ինչպես համաշխարհային կոմպոզիտորների Բեթհովենի, Շոպենի հայտնի ստեղծագործությունները, այնպես էլ ժամանակակից հեղինակների, իտալացի կոմպոզիտոր, դասական երաժշտության բնագավառում բազմաթիվ մրցանակների դափնեկիր Լյուդովիկո Էնաուդիի, ամերիկացի կոմպոզիտոր Գրեմմիի երաժշտական մրցանակի դափնեկիր Ջորջ Ուինստոնի, Միլան Դվորժակի, Ջոն Շմիթի, Տոնչի Հուլժիցի եւ այլոց ստեղծագործությունները։ Նադեժդա Հակոբյանը համագործակցում է Մրակաց պետական կամերային երգչախմբի, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի եւ անհատ կատարողների հետ։ Աշխատում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Հաճելի ու անկեղծ մթնոլորտում հնչեցին դաշնակահարուհու ջերմ երկրպագուների կարծիքներն ու տպավորությունները։ Ես նրան պարզապես շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում եւ մաղթում, որպեսզի նա անընդհատ վեր բարձրանա, երբեք չբավարարվի ունեցած հաջողություններով, քանի որ արվեստը մշտական գործընթաց է։ Իր մեջ ինչ-այն դուրս գալիս, որ շատ նպատակային եթե խնդիրը դնում է ռուսերեն լավացած через դիմանկու հաղթահարում է ամեն ինչ, ես շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում իրան վճռված հայրիկին եւ ցանկանում եմ նոր հաջողություններ։ Ծափեր, ծաղիկներ եւ շնորհավորանքներ։ Հաճելի զգացողություններն իսկապես երկուստեք էին։ Համերգից գոհ էին եւ հանդիսատեսը եւ օրվա հերոսը։ Ինձ համար էլ էր շատ հաճելի, որ իմ համերգները մենահամերգը ես նորություններ մտցրեցի, նոր ստեղծագործություններ, առաջին մասը դասական էր, Բեթհովեն, Շոպեն, իսկ երկրորդ մասը ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ էր տարբեր ժանրերում, ջազ, նյու էյջ, նեոկլասիկա։ Ջերմ ընդունելությունից շփոթված դաշնակահարուհին ուրախ է, որ ելույթ է ունեցել հարազատ բեմի վրա եւ նույնքան հարազատ հանդիսատեսի առջեւ։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Հայրապետյան, օր